Շարունակվում է առավոտ լուսոն սիրելի հեռուստադիտողներ, մենք էլ շարունակում ենք էկրանից այն կողմ եւ ռադիոյի եթերների ընթացքում նաեւ պատմել, թե ինչպես ռադիոն մեր օրեր հասավ, այսքան զարգացում ապրեց եւ դարձավ մեր կյանքի անբաժան մասը։ Ինչու եմ ասում ռադիո եթերներից, որովհետեւ մեր գործընկերները անակնկալ կերպով ուղիղ եթերի ընթացքում ուղիղ կապեր են ապահովում եւ մեզ պատմում են տեղում, թե ինչպես են աշխատում ռադիոհաղորդավարները ուղիղ եթերի ընթացքում, ինչ հետաքրքիր դեպքեր են տեղի ունենում, ինչպես քիչ առաջ օրինակ շողիկներ, իսկ հիմա պետք է միանանք մեր գործընկեր Դիանային։ Դիանային, եւս մեկ անգամ միանանք մեր գործընկեր Դիանային, տեսնենք, թե ինչ է այս անգամ պատմելու։ Որտեղ է Դիանան։ Հանրային ռադիոյում։ Դիանա, մենք ձեզ լսում ենք։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շատ ուրախ եմ ողջունել իմ ռադիո գործընկերների, եկել եմ շնորհավորելու ձեր մասնագիտական տոնը, սիրելի գործընկերներ, եւ գիտեմ նաեւ, որ այսօր ձեր հաղորդման ծննդյան օրն է կարելի է ասել, որովհետեւ արդեն 5 ամիս է ինչ հաղորդումը եթեր է հեռարձակվում, նաեւ ուզում եմ շնորհավորել այդ արդիվ, մեր հեռուստադիտողներին ներկայացնեմ իմ գործընկերներին այսօրվա եւ այլ մարդկանց ու հետ զրուցելու են Սևակ Հակոբյանը, Մարինա Գրեգը, Տիգրան Հարությունյանը եւ Լուսինե Մուրադյանը։ Մենք էլ ներկայացնենք Դիանա Ղազարյանին առավոտի Դիանա Զաքարյանը։ Նորքից յուրուն ենք։ Մենք մեր եթեր, մենք արդեն նաեւ հանրային ուղիղ եթերում ենք, բարի ուս բոլորին։ Մեզ կարող եք ոչ միայն հանրային ռադիոյի եթերում տեսնել, այլև հանրային հեռուստաընկերության եթերում։ Հանդես կարող եք ասել հանրայինի եթերում, Ես ուզում եմ սկսել առաջին հարցից, քանի որ եկել եմ փոքրիկ հարցազրույց անցկացնելու ձեզ հետ։ Կցանկանամ, որ հերթականությամբ բոլորդ պատասխանեք, հիշեք այդ պահը, երբ եք առաջին անգամ հայտնվել ռադիոյում ու ինչպիսին էին զգացողությունները։ Որ կողմից սկսենք։ Տիգրանը ռադիոյում հայտնվել է, երբ ես 1 տարեկան էի, ես դա ֆիքսեցի։ 1989-ին եմ հայտնվել ռադիոյում, այն ժամանակ հեռուստառադիո Պետկոմ էր կոչվում այստեղ եւ կարմիր էսպես մեզ գրքույկներ էին տալիս եւ դեկտեմբերի 11-ին հայտնվել եմ այն ժամանակվա հայկական ռադիոյի եթերում, առավոտյան եթերում։ Ես այնպես ստացվեց, որ ինձ հրավիրեցին հարցազրույցի ու ասացին, դե վաղ ուղիղ եթեր ես մտնելու, ասի ոնց, մի րոպե, ոնց վաղ ուղիղ եթեր եմ մտնում, ասեց այո, բայց դուք ինձ լավ չեք ճանաչում, ասացին, գիտենք, որ շատ լավ է լինելու։ Մյուս օրը եկա վախեցած, 5:30-ից այստեղ էի եւ հերթափոխի անձնակազմը ամեն ինչ արեց, որ ամեն ինչ շատ լավ անցնի, առաջին եթերն անցավ անխափան առանց խոչընդոտների ու պարոն Ամիրյանն ասեց, բարի գալուստ ռադիո, ես ժամանակ չէի պատկերացնում, թե ուր եմ եկել, հիմա շատ լավ եմ հասկանում ու երջանիկ եմ, որ այստեղ եմ։ Իսկ դուք Սևակ։ Իդեպ նոր հաշվիչով հաշվում եմ, որովհետև դերից լավ չեմ։ 11 տարի է արդեն ռադիոյում եմ եւ հենց հանրային ռադիոյում հաշվում եմ, դա փաստորեն 2014 թվականն էր, փոքրիկ կաստինգ կար, եկա մասնակցեցի եւ հաղթահարեցի այդ փուլը, կարելի ասել։ Իդեպ սա միշտ շեշտում եմ այսպես անհամեստաբար, ինձ հետ մրցում էին նաեւ երկու հենց մասնագիտությամբ լրագրողներ, այդ ժամանակ չունեի այդ կրթությունը եւ ես անցա, ինչը շատ հաճելի էր։ Սևակը մեր երեխեքից է, մեր ձեռքի տակ մեծացել։ Իմ առաջին աշխատանքային օրը ասեմ, որ ապրիլի 1-ն էր եւ բոլորը կատակում էին ու ասում էին, որ քեզ հաստատ չեն ընդունել աշխատանքի, ուղղակի խաբկան կանցել են, մինչեւ հիմա այդ խաբկանքի մեջ ապրում ենք։ Իմ պարագայում 2017 թվականն էր, այդ ժամանակ նաեւ հեռուստատեսությունում էի աշխատում եւ անընդհատ մոտս ցանկություն կար ուժերս փորձել նաեւ ռադիոյում եւ հենց 17 թվականին հայտնվեցի այլ ռադիոյում, աշխատեցի 7 տարի, դրանից հետո մի քիչ դադար եղավ եւ հետո արդեն այս տարի հայտնվեցի հանրային ռադիոյում։ Ես էլ այսօր կատարել եմ, այսպես ասած, իրագործել եմ իմ մանկության երազանքներից մեկը ու հայտնվել ռադիոյի եթերում ու շատ ուրախ եմ։ Ինչ է քեզ համար ռադիոն, կարող ես ասել մեկ բառով։ Ինձ համար ռադիոն մանկուց եղել է հրաշք, որը ցանկացել եմ տեսնել ներսից։ Այդպես է եղել նաև հեռուստատեսության դեպքում։ Մի երազանքս կատարվել էր, այսօր էլ կատարվեց մյուսը։ Երկուսը մեկում, ինչպես ասում են։ Մենք պատրաստ ենք միշտ, ես պատրաստ եմ միշտ քո երազանքները կատարել, գանգուրների հետ առանձնահատուկ վերաբերմունք կա։ Կարող ենք այլ երազանք երկու գանգուրների միջև։ Կուզենայի, որ նաև խոսեինք օրեցօր փոփոխվող ու կատարելագործվող ռադիոյի մասին, քանի որ գիտենք, որ վերջին տարիներին մանավանդ ռադիոն արդեն վիզուալ տեսք է ստացել, բայց ձեր հարցազրույցները լսելով նաև ես հետաքրքիր հետևություն արեցի, որ միևնույն է մարդիկ շարունակում են ավելի շատ աուդիո տարբերակը լսել։ Կուզենայի պատմեիք կամ ձեր դիտարկումներն անեիք այն մասին,
ձեր կարծիքով ինչու ռադիոն եւս որոշեց անցնել վիզուալ պատկերի եւ արդյոք դրանից չի կորում մարդկանց ռադիոյի մասին ունեցած այդ հրաշքի տպավորությունը, հա, որ չէին տեսնում հաղորդավարներին եւ փորձում պատկերացնել ովքեր են խոսում իրենց հետ։ Առաջ հենց այդ մասին էինք խոսում, որ ժամանակին այո, մարդիկ ուղղակի պատկերացնում էին այդ կերպարը, որը ցանկանում են պատկերացնել, բայց ժամանակի հետ համընթաց քայլելու այդ պահանջը, քանի որ կա, իմ կարծիքով համենայն դեպս դա է պատճառներից մեկը, որ ռադիոն էլ արդեն անցավ վիզուալի, ինչը այս պարագայում կարծում եմ այդքան էլ չի խանգարում, հակառակը օգնում է շատ դեպքերում, այո։ Ինտերակտիվ կապի մեջ ենք, այստեղ ապակոծայինքում տեսնում էիք մեկնաբանություններ են ընթերցում, որոնք մեզ գրում են մեր ռադիո լսողները Facebook-յան հարթակում, բայց քիչ առաջ էլ դրա մասին էինք խոսում, վիզուալ կադր ինչքան էլ կա, հաճելի է, բայց դա ռադիոյին այսպես հարակից օգնող, այլ ոչ թե առաջնային է մեզ համար, որովհետև աուդիո բովանդակությունը շարունակում է մնալ առաջնային, որովհետև ռադիոյի գլխավոր առավելություններից մեկը հենց այդ ինտիմ կապն է, որ մարդը կարող է այլ գործեր անելով, ընթացքի մեջ եւ այլն շարունակի լսել, ինչը հեռուստատեսության դեպքում մի փոքր անհարմար է բնականաբար։ Այստեղ մենք ընտրել ենք ոսկե միջինը, ի տարբերություն FM ռադիոկայանների, քանի որ ունենք շատ ձայնագրվող հաղորդումներ, դրանք դեռ մնում են, այսպես ասած, հրաշքի նման գաղտնիք, որովհետև պատկեր չունեն, իրենք իսկապես աուդիո տարբերակով են։ Մեր վիզուալացումը հիմնականում են հաղորդումներ, որոնք ուղիղ եթերում են, իսկ ուղիղ եթերում ինչ ասես տեղի ունենում, այնպես որ կարծում եմ սա ավելի հետաքրքիր է դարձնում եւ ամբողջ աշխարհն է գնացել վիզուալացման ու եթե ուզում ես տեղափոխվել ենք այո, եւ եթե ուզում ես ժամանակի պահանջներին համաունչ շարժվել առաջ, չպիտի վազես գնացքի հետևից, այլ պետք է նստես այդ գնացքը, որ շնչակտուր չլինես, այլ հանգիստ շարունակես գնալ առաջ։ Իսկ եթե գնացքը գնացել է, կարող եք օդանավով շարունակել։ Իսկ կցանկանայի նաև իմանալ, որպես հաղորդավար, հա, այս փոփոխությունից հետո առաջացել են որոշակի դժվարություններ հենց հաղորդավարի համար, որը սովոր է եղել մինչ այդ այլ կապի միջոցի եւ հիմա գիտի, որ իրեն նաեւ տեսնում է։ Այդ առումով մեր գործը մի փոքր հեշտ է, քանի որ աշխատել ենք եւ հեռուստատեսությունում եւ ռադիոյում, սկսել ենք ռադիոյից հետո նոր հայտնվել ենք հեռուստատեսությունում, այնպես որ մեզ համար կյանքը վերածվել է ուղիղ եթերի արդեն երկար տարիներ։ Էլ հեռուստատեսությունն այդքան չենք կարոտում, ինչքան կկարոտեինք, երբ չկար կադր, որովհետեւ մենք աշխատում ենք կադրի հետ, այս պարագայում այդ հարցը լուծվել է, բայց ինձ թվում է օգնող տարբերակ է, մեզ շատ լավ է այսպես։ Էլ չասեմ, որ մեր ավագ գործընկերներից մեկը Սարգիս Նաջարյանը միշտ նշում էր, որ այն ժամանակ երբ անգամ չկար վիզուալի մտքեր, որ ռադիոհաղորդավարը միշտ ձայնագրվելիս պետք է հավուր պատշաճի լինի, հագնված, սանրված, այսինքն այդ զգացումը միշտ եղել է։ Հիմա ուղղակի ամեն առավոտ մի բան է բարթացել, ինչ հագնել այսօր։ Դե լավ, մենք սովոր ենք իրականում, ու այստեղ շատ կարևոր մի բան էլ կա, դա մեր ռեժիսորներից մեկն էր ասում, ղեկավարներից, ասում էր կապ չունի ոտքերդ երևում է թե ոչ, դու պետք է լինես բարձրակրունկներով, դու պետք է լինես միշտ շատ պատշաճ տեսքով, որովհետև դա հոգեվիճակ է եւ ձայնիդ միջոցով այդ ամբողջ հոգեվիճակը փոխանցվում է ռադիոլսողին, այնպես որ պատկեր թե չպատկեր, ի վերջո եթե հյուրեր կան, հարգում ես նաեւ հյուրերին եւ միշտ պետք է ունենաս։ Կարևոր է լինել կերպարի մեջ, այո, որովհետև դա քեզ օգնում է ճիշտ զգալ անգամ բարձրախոսը, ճիշտ զգալ այդ պահի էներգետիկան եւ դա իսկապես հաղորդավարի համար շատ կարևոր է լինել ռադիոյում, չլինել կադրում, թե լինել հեռուստատեսությունում եւ լինել ձևարկղի մեջ։ Եվ ամենակարևորը այս գործիքը, որ հայ մենք բոլորս օգտվում ենք, այս մոգական խոսափողը բոլորիս պարտադրում է եւ իհարկե տրամադրում է լինել միշտ զգոն, զգված եւ պատրաստ զրուցելու ռադիոլսողի հետ։ Այո։ Եվ քանի որ ուղիղ եթերում աշխատելու բազմամյա փորձ ունեք, նաև խոսենք ուղիղ եթերում կատարվող անսպասելի դեպքերի մասին, ծիծաղելի դեպքերի, կարծում եմ ամենից շատ հենց հեռուստատեսային ուղիղ եթերում աշխատողները լավ կհասկանան ռադիոյի ուղիղ եթերում աշխատողներին։ Մի օր երբ կհյուրընկալվեք առավոտ լուսոյի, մենք կպատմենք ձեզ մեր եթերում եղած դեպքերի մասին, բայց կցանկանամ լսել ձեր ուղիղ եթերների ընթացքում 36 տարվա ընթացքում պատկերացնում եք ինչքան դեպքեր են եղել, բայց ես այսօր հիշեցի մի դեպք, երբ այսպես տաղավարում աշխատում էինք, հարևան տաղավարում ուղիղ եթերում երեկոյան եւ ռադիոլսողներից մեկը խնդրել էր, որպեսզի կարող եմ գալ ուղիղ եթերը ձեզ տեսնել, պարզապես ձեզ հյուր գալ։ Ասացինք այո։ Եթերի ժամանակ ես եւ իմ գործընկերը Կարինե Հալաջյանը աշխատում էինք, խոսքը հինդուստականների մասին է։ Դուրը բացվեց, մուտք գործեց մի տիկին, մարզից ժամանած, ով եկել էր մեզ հետ հանդիպման, եւ մենք ձեռքով արեցինք, որ կարող եք նստել։ Ունեինք մի քանի բազկաթոռներ, բայց բազկաթոռներից մեկը ջարդված էր։
Պարզապես տակը դատարկ էր։ Եվ այդ կինը ընտրեց հենց այն բազկաթոռը, որտեղ մենք հայացքը բարձրացրեցինք եւ տեսանք ռադիոլսողի ոտքերը վեր եւ մարմինը չկա։ Եվ մենք ուղիղ եթերում շատ այսպես մի կերպ թաքցրեցինք մեր ժպիտը եւ շարունակեցինք խոսել ուղիղ եթերում։ Քանի որ խոսեցինք վիզուալացման մասին, այն ժամանակ դեռ վիզուալացված չէր ռադիոն ու մի 77-ամյա տղամարդ կար, որի մշտական ունկնդիրներ անդադար իմ բոլոր եթերներին զանգում էր, ասում էր՝ մարալ ես, ձայնդ մարալ է, դու ես այդպիսի մարալ, ասում եմ, դե ոնց ասեմ, չգիտեմ, ես պիտի գամ, քեզ տեսնեմ, ասեցի՝ մի եկեք, էլի խնդրում եմ, որովհետև մեծ մարդեր չկար հասնել, բա ոնց քեզ տեսնեմ, ասեցի՝ ես այս վաղը, այս ինչ հեռուստաընկերությամբ լուրեր եմ վարելու, խնդրում եմ, միացրեք եւ կտեսնեք։ Հաջորդ օրը զանգահարեց այդ պապիկը։ Ես չգիտեմ, երևի խոշորացուցով էր նայել եթերս։ Ասեց՝ դու մարալ ես, ձայնդ մարալ, գանգուր մազերդ, բարդովի կոստյումդ, սպիտակ սառոջկադ, շուրթերդ եւ այլն, այսպես նկարագրեց ինձ ամբողջությամբ, ասեց՝ «Բայ աճաճկի տակի խալը»։ Այդ որ սա մի դեպք եւ հիմա մենք իրենց շնորհակալություն ենք հայտնում, բայց իրենք էլ պակաս դեռ չեն խաղացել, որպեսզի կուրիոզներ լինեն մեր եթերում։ Այն ժամանակ այս ամեն ինչը չկար, ես այսպես եղանակն էի կարդում առավոտ շուտ, ամբողջ իրենք էին եթեր հեռարձակում, աչքերս բարձրացրեցի, տեսա այնտեղ մարդ չկա։ 15 րոպե խոսել եմ չգիտեմ ինչի մասին, որովհետև այնտեղ հեռախոս չկար, ինտերնետ չկար այն ժամանակ, անձրևանոց վերցրեք մի խոսքով պարզվեց, որ հնչյունային ռեժիսորը թաքնվել էր սեղանի տակ։ Շարքատակ են խաղացել։ Սևակ նույն դեպքեր չեն եղել։ Մեր հանդեպ բարի են։ Ես մի դեպք հիշեցի, որ ուղիղ եթերի հետ կապված չէ, որովհետև մեդիայում աշխատանքը նաև երբեմն ձախողումներ լինում են ոչ ուղիղ եթերում։ Նոր էի աշխատում եւ չգիտես ինչպես պատահաբար հանձնել էի եթեր այն հաղորդման այն ձայնագրություն, որը մոնտաժված չէ, փոխարենը մոնտաժված ֆայլը հանձնեի, կարծում եմ ոլորտում աշխատողները կհասկանան, եւ դե այն ժամանակ էլ նոր է, չնայած հիմա էլ փորձում եմ միշտ հետո լսում եմ այն հաղորդումները, որոնցում ես կամ զայնագրված եմ, որպեսզի իմանամ էլի ինչպես եղավ, ու լսում եմ ու հասկանում եմ, որ սա մոնտաժված տարբերակը չէ, ու բախտս ինչով բերեց, որ հաճախ լինում է, չէ, ձայնագրող օպերատորի հետ հումորներ, ինչ որ այսպես բաներ են արվում, այո, բայց այդ օրը ինչ որ շատ լուրջ էինք, ուղղակի մի քանի տողեր լինում էր, որ կրկնվում էր, ու հիշում եմ, որ այդ ժամանակ հաղորդումը կարծես 4:30 էր, եւ ունեին կրկնություն երեկոյան 11-ին, բայց ես որ լսեցի, որ չմոնտաժված տարբերակն է գնացել, ինչքան heavy եմ հասել ռադիո, կարծես թե 5 րոպե հետո պետք է կրկնվեր, մի ամբողջ 6 ժամ կար դեռ կրկնությանը, բայց կարողացա հասնել վերամոնտաժել եւ արդեն կրկնությունը գնաց ճիշտ տարբերակը, իդեպ այս մասին շատ քչերը գիտեին, այո։ Պաստորեն իմ պարագայում ես հիշում եմ, որ ես եւ գործընկերս ուղիղ եթերում էինք եւ այնտեղ հատակի հետ կապված խնդիր կար ու վերջում որ ասում եմ Գուրգեն ու ռադիոլսողին ուզում ենք արդեն հրաժեշտ տալ, Գուրգենը պատահաբար ուղիղ եթերում ընկնում է աթոռից եւ մի 4-5 վայրկյան ես ասում եմ Գուրգենի ձայնը չկա եւ վերջում այսպես ձեռքը այո Մարինա ես այստեղ եմ եւ վերև է բարձրանում վնասված իհարկե ու հիշում եմ, որ այդ կտորը հաղորդման ամբողջ համացանցով տարածվել էր Գուրգենի այդ անկումը, բայց մոտ էլ է վնասված անկենի անկումը իրականում շատ կուրիոզներ են եղել, բայց դրանց 90%-ը շատ սեր է, ոչ եթերային։ Դե քանի դեռ եթերում ենք, ուզում եմ որպես ամփոփիչ հարց էլ տալ նույն հարցը, ինչ դուք տվեցիք ինձ, որպեսզի հերթով պատասխանեք, ինչ է ձեզ համար ռադիոն։ Մենք արդեն մեկ անգամ եթերի սկզբում ասել էինք, բայց հիմա սիրով հանրայինի հեռուստադիտողների համար կասենք, ռադիոն ինձ համար բովանդակություն է, որովհետև մենք գիտենք ժամանակակից աշխարհում բովանդակությունը մի քիչ մղվել է յետին պլան, եւ այո, ռադիոն բովանդակություն է, ռադիոն կյանք է, ռադիոն մի ամբողջական գիրք է։ Ես շատ կարճ կասեմ, ռադիոն ինձ համար տուն է եւ ընկեր։ Ես էլ կասեի տան պահը, որովհետև հենց պատական էլ չէ, կոչվում է ռադիոտուն, ոչ բոլոր մեդիայի հաստատություններն են, չէ, տան անունը ունենում իրենց այսպես պաշտոնական անվանման մեջ, տուն է եւ ձայն է, ձայնի աշխարհ։ Ես ասել եմ, էլի կասեմ, ինձ համար անկեղծություն է առաջին հերթին, որովհետև ձայնի անկեղծությունը շատ կարևոր է ռադիոլսողի համար, եթե դու հեռուստա եթերում կարողանում ես քո կերպարով, մի քիչ աղջիկների դեպքում թիթիզությամբ ինչ որ բաց լրացնել, այսպես ասած մի քիչ խաբել հեռուստադիտողին, ռադիոյի պարագայում դա հնարավոր չի ուղղակի։ Այո։ Շնորհակալ եմ շատ ձեզ հարցազրույցի համար։ Ձեզ ենք շնորհակալ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Մեր գործընկերներին բարի եթեր մաղթենք։ Շնորհակալ ենք։
Ողջունում ենք հանրային հեռուստաընկերության բոլոր հեռուստադիտողներին եւ մենք էլ մի օր ցես հյուր կգանք։ Սիրով, բարի անխափան եթերներ եմ մաղթում։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ռադիոյի միջազգային օրվա առթիվ եւ մեր հեռուստադիտողներին արդեն այս պահին առաջարկում եմ լսել երաժշտություն։ Ռադիո լսողներին էլ ինչ ոչ։ Միաժամանակ Ռադիո լսողներին նույնպես։